Բարև ձեզ բարեկամներ, եթերում լինել թե չլինել հաղորդաշարի նոր եթերաշրջանի երկրորդ հաղորդումն է։ Իհարկե մենք պատահական չէ, որ հատկապես այս օրերին ենք ընտրել մեր նոր հաղորդաշարի սկիզբը։ Առջևում մեզ սպասում են ազգային ժողովի առաջիկա ընտրությունները եւ մարդիկ սխալվելու իրավունք չունեն։ Այլապես այն իրավիճակում, որում հայտնվել ենք, կարող է ել ավելի, ինչպես ասում են, վատթարանալ։ Այդ իսկ պատճառով սխալվելը իսկապես մահացու է։ Այսօրով է լինելու մեր շատ ցանկալի հյուրը, ասեմ մի անձնավորություն, ում դուք շատ լավ ճանաչում եք, ով իմ լավ բարեկամն ու գործընկերն է, բայց ավելի լավ է դիտենք նրա մասին պատմող Ստելա Պետրոսյանի պատրաստած փոքրիկ հաղորդումը։ Այսօր լինել թե չլինել հաղորդման հյուրը մարդ է, ում խոսքը պարզապես կարծիք չէ, այլ դիրքորոշում, հրապարակախոս, մտածող, իր ժամանակի հարցերին համարձակ արձագանքող։ Նրա գրչին կամ համաձայն ես լինում կամ վիճում ես, բայց երբեք անդարբեր չես մնում։ Նրա խոսքն այսօր շատերին է մտածելու տեղիք տալիս։ Մարդ, որ փորձում է հասնել պատճառներին, բացել վարագույրները, ձևակերպել խնդիրները, ինչը շատերը միգուցե զգում են, բայց չեն ասում։ Լինել թե չլինել հաղորդման այսօրվա հյուրը հրապարակախոս Ռուզաննա Ասատրյանն է։ Այսօր նրա հետ կխոսենք լինելու համարձակության, լռելու վտանգի եւ ընտրության գնի մասին։ Կփորձենք հասկանալ, լինելը նրա համար պայքար է, պատասխանատվություն, թե ներքին ընտրություն։ Հրապարակախոս Ռուզաննա Ասատրյանը տարիներ շարունակ արձագանքում է մեր հասարակական կյանքի ամենացավոտ հարցերին, փորձելով ձևակերպել ոչ միայն քննադատություն, այլ նաեւ դիրքորոշում։ Լինել թե չլինել հաղորդման շրջանակում այսօր մենք կփորձենք ճանաչել նրան ոչ միայն որպես հրապարակախոսի, այլև որպես մարդու, ով ընտրել է լինել պատասխանատու իր խոսքի համար։ Լռության մեջ ամենաբարդը ընտրությունն է։ Լինել թե չլինել, երբ խոսքը դառնում է պատասխանատվություն, երբ միտքը հրաժարվում է հարմարվել, երբ լռելը այլևս տարբերակ չէ, առաջ է գալիս հրապարակախոսությունը։ Այո, սիրելի բարեկամներ, մեր այսօրվա շատ ցանկալի հյուրը գրող, հրապարակախոս, հասարակական հանրային գործիչ Ռուզաննա Ասատրյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև Ղուշան, եւ շատ շնորհակալ եմ այսպիսի գեղեցիկ հրաշալի Նախ ես ուզում եմ արդից օգտվելով ձեզ շնորհավորել մարտի 8-ի կապակցությամբ։ Կանանց միամսյակը մեկնարկում է եւ ամենևին էլ պատահական չէ, որ այսօրվա հյուրը հենց դուք եք։ Կանացի, գեղեցիկ, հմայիչ եւ ամենակարևորը շատ դիպուկ իր խոսքով։ Դա իմ պարտքն է։ Դե ես սիրելի բարեկամներ ասեմ, որ Ռուզաննա Ասատրյանը 42 գրքերի հեղինակ է, պատկերացնում եք 30,000-ից ավելի հրապարակախոսական հրատարակումներ ունի։ Օգնել եք, թե չի այդքան գրելուց։ Գրելու եմ այնքան, որքան անհրաժեշտ է եւ որի կարիքը հայոց ազգը զգում է։ Ես վերափոխություն, վերաշտկում եմ սպասում։ Ամեն օրվա իմ գրածով, եթե մեկ մարդ անգամ ուղղվի ու կայունանա, ուրեմն ես շահել եմ։ Նույնիսկ մեկ մարդ, բայց շատ-շատերը։ Շատերն են փոխվել։ Ռուզան, գիտես, դու հյուրընկալվել ես մի ծրագրի, որի վերնագիրն արդեն հուշում է։ Լինել թե չլինել, որն է հոգեպես ավելի ազնիվ, տանել գորբախտի պարսաքարերը եւ սլակները, թե զենք վերցնել մի ծովի ընդեմ եւ դիմադրելով վերջ տալ բոլորին։ Եվ եթե մարդիկ հասկանան, որ մեկ ժամ առաջ դու Աստված, մեկ ժամ հետո մուրացքան, արքա թեկուզ դռնապան, այս վերուվար աշխարհում, երբ վարկյանի թրթրից կյանքի խորհուրդն է կախված, ամենայն ինչ ընդունալ։ Եթե մարդը, աշխարհ եկած մարդը, հասկանում է, որ ամեն ինչ կարող է պատահել, որ իրենից է կախված այս աշխարհի վերափոխումը, ծաղկումը, շրջապատը, մարդիկ, ընկերությունը, ամեն մարդ ինքը իր մեջ պետք է զգա, որ ինքը կարևորություն է։ Ոչ թե իր եսը գնահատելով շրջապատը ուրանալ, այլ իր եսով գեղեցկացնել, հագեցնել, լրացնել շրջապատը։ Լինելու մասին
Դա շատ կարևոր թեմա է, որովհետև մենք այսօր ոչ միայն այսօր, եւ ընդհանրապես 90-ական թվականներից հետո եւ նրանից առաջ մինչեւ 90-ական թվականները մենք կանգնած ենք եղել անverջ լինել չլինելու խնդրի առաջ։ Եվ այո, եւ մեր կամքը մեզ ուղղորդեց դեպի լինելիություն։ Այսօր կանանց միջազգային օրն է, ես շնորհավորում եմ ոչ միայն հայոց գեղանի տիկնանց եւ օրիորդների մարտի 8-ը, այլ նաեւ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների տիկնանց եւ կանանց եմ շնորհավորում, որովհետեւ մեր դժվարին օրերին նրանք մեզ հետ պայքարում էին հայրենիքի համար։ Նրանք էլ էին օգնում զինվորներին, նրանք էլ էին սննդամթերք ուղարկում, ռազմաճակատ, ամուր էր, կամքը կար, այսինքն կար լինելու հանգամանքը։ Ինչ վերաբերվում է լինելիությանը, ուրեմն ես վերջերս ավելի շուտ անցյալ տարի տպագրեցի ճակատագրի քրմուհին գիրքը։ Այդ ամբողջ գիրքը հայոց տիկնանց գոյության, նրանց պայքարի, լինելիության կարգախոսն է։ Այնտեղ ամեն դժվարության գլխավոր հերոսը, որին Հայա եմ կոչել, Հայան եղել է մեր ցեղի ակունքը սկիզբը, մենք հենց իր անունով ենք կոչում հայեր։ Նա բոլոր դժվարությունները հաղթահարում է եւ վերջում հասնում իր նպատակին։ Եվ հետո երբ ինքը դադարեցնում է իր աշխատանքային գործունեությունը հանրության մեջ երևալու հանգամանքը, հանկարծ կողքից մեկն ասում է, որ ծնվել է մի աղջիկ ծննդատներից մեկում, որին Հայա են կոչում։ Այսինքն շարունակելիություն է։ Ես դա արեցի, որպեսզի մեր կյանքը դադար չունի, մեր կյանքը անverջ շարունակելի է։ Մանավանդ հայ կանայք, սիրելի տիկնայք, քանի որ այսօր ձեր օրն է, դուք բոլոր դիմանաք, որ հայ կնոջ գենը աշխարհում ամենահին գենն է եւ հին տարիք ունի, 8000 տարեկան է եւ երբեք չի փոխվել։ Որտեղ ուզում գնան հայոց տիկնայք, ստուգում են գենը եւ պարզվում է, որ նա հայ է, հայուհի է։ Շատ հզոր է։ Մենք մեր գենը մեզանից հզոր է։ Այո, մեր գենը մեզնից ավելի կայուն է, ավելի հզոր է, որտեղ բաներ կան այս աշխարհում, որ ոչ միայն արտաքին հրամանը, խոսքերը չեն ստիպում քեզ կատարել։ Քո գենի մեջ նստած հիշողությունը, որը քո արյան մեջ է, իսկ արյունը գիր ունի, արյունը մշտապես հիշեցնում է քեզ, թե դու ով ես եւ որն է քո պարտականությունը։ Եվ դու այդ արյունով պայքարում ես։ 8000 տարի մենք չփոխեցինք մեզ։ Մենք պայքարեցինք եւ պայքարելու ենք մինչեւ վերջ։ Ինչ է նշանակում լինել, թե չլինել։ Այդ չլինել բառը չպետք է լինի։ Այ կոնկրետ ինձ մոտ չլինել բառ չկա։ Ուրեմն մի հետաքրքիր բան պատմեմ, թող մեր սիրելի տիկնայքը լսեն եւ մեր դիտողները։ Ուրեմն գնացել էինք սահման մեր զինվորներին այցելության։ Նախապես մեզ ներքևում զգուշացրեցին, որ հերվից թշնամին սնայպերի տակ է պահում, զգուշացեք, գնալուց կռացած կգնաք եւ այլն։ Ասեցինք լավ, հենց դա լսեցի, անմիջապես տեսա, որ տղաները քայլում են առաջ, ես վազեցի տղաներից առաջ անգա։ Կարող եք ասել ինչու։ Որպեսզի եթե սնայպերից խփի, առանցին չխփի, տղաներին չխփի։ Պատկերացնում եք, հենց այդ պահին ղեկավարը եկավ ասեց տիկին Ասատրյան, հələ մի հետ մնա դու։ Այդ մենք պիտի առաջ անցնենք։ Երբ որ ես ասացի, թե ինչի համար եմ քայլում, նայեց ինձ ասեց, հա, այ դու կանեիր։ Եվ դրա համար արեց։ Այսինքն ինչն էր խնդիրը, ինչու ես ոչ թե գնացի առաջ, որ ես չգիտեմ ինչն էր, այլ նպատակը նախ այդ քայլը ոգևորություն էր տղաներին։ Երկրորդ այնտեղ կանգնած տղաներին ինքս էի ուզում որպես առաջինը, որպես մայր, թող տեսնեին, որ մայրը հասել է մինչև այդ պապանության տեղը իրենց։ Եվ երկրորդ, որ տղաները, որ ինձանից հետո էին, բոլորը երիտասարդներ էին։ Այդ երիտասարդությունն է մեր կյանքը, նրանք մեր լինելիությունն են, եւ մենք ապրում ենք նրանց համար, մենք անverջ պետք է պայքարենք։ Երբեք չպետք է ասել, որ չեմ կարող, չի լինում, այդ չ բառը մենակ չար թշնամիներին թող լինի, ոչ թե մեր մեջ, մեր էության մեջ, մեր շրջապատում, ինչ նշանակում չի լինում։ Չի լինում, այսօր չստացվեց, վաղ առավոտյան կյանքդ, օրդ, գործերդ նորից սկսի։ Նորից սկսի զրոյից։ Այ այդպես պետք է լինի։ Տիկին Ռուզանդա,
Հաստորեն մարտի 8-ով լավ ավանդույթի համաձայն մեզանում մեկնարկում է կանանց միամսյակը եւ մինչեւ ապրիլի 7-ը մենք անընդհատ խոսելու ենք այս հրաշալի միամսյակի մասին, մեր սիրելի կանանց, աղջիկների, մայրերի, քույրերի, դուք իսկապես մեզ համար շատ թանկ արժեք եւ համամիտ եմ, որ չեր լինել բառը երբեք չպիտի կապվի այս ամենի հետ։ Մեր ծրագրում մենք սովորաբար տալիս ենք հատվածներ մեր մեծերից։ Հիմա տեսեք դեռ 1999 թվականին, այսինքն 27 տարի առաջ, մեր կանանց մասին ինչ հետարքիր կարծիք է հայտնել Սիլվա Կապիտիկյանը, նա մեզ հյուրընկալվել էր եւ տիկին Սիլվան շատ վրդովված էր, որ հայ կանայք գնում են Թուրքիա, արաբական երկրներ, իրենց կարիքները, իրենց ընտանիքների հոգսերը հոգալու համար, շատ ցավում էր, շատ վրդովված էր, բայց ավելի լավ է լսենք տիկին Սիլվային, վերադառնանք տաղավար եւ շարունակենք։ Խնդրեմ։ Հիմա ես ուզում եմ կանանց մասին խոսել, որովհետև հիմա ինչ որ շատ մարդկանց բերան են եկել, մեր կանայք այսպես են, անբարոյական են, Պարսկաստան են գնում, Թուրքիա են գնում գալիս եւ այլն, չմոռանանք, որ լավ կյանքից չէ, որ այդպես են երբեմն իրենց երեխաներին հաց ճարելու համար են դրանք անում, ես բոլոր չեմ արդարացնում, բայց ուզում եմ մեղադրել նրանց, որոնք ստիպեցին մեր հայ կնոջը, որը Եփրատի ափին 15 թվականին գերադասում էր իրեն Եփրատը նետել, բայց չհանձնվել թուրք ասկարին, հիմա ահա բարոյականության այդ աստիճանին են հասել։ Եկեք խորը մտածենք բարքերի անկման մասին, հերոստատեսությամբ հաղորդում կար եւ մի 2-3 հայ աղջիկ, որոնք զբաղվում են աշխարհի ամենահին արհեստով, նրանք այնպիսի հեշտությամբ էին ասում, թե ես զբաղվում եմ մարմնավաճառությամբ, որ ես սարսրացի կարծես թե խոսքը գնում էր գորգավաճառության մասին, ծաղկավաճառության մասին, հացավաճառության մասին։ Ահա այս բարքերի անկումը ինչից եկավ մեզ մոտ։ Նրանից, որ պակասեց հայրենասիրությունը։ Դուք հիշում եք միտինգների ժամանակ ինչ բոցավառ ժողովուրդ ունեինք, ինչ հրաշալի երիտասարդուհիներ ունեինք, երիտասարդներ ունեինք։ Այդ բոլորը ուր գնաց, ում մեղքով, որովհետև հիասթափեցին մեր ժողովրդին, որովհետև նրա իդեալները փշրեցին, խաբեցին նրան, բայց այս բոլորի համար, որ մեր ժողովուրդը հասել է այս վիճակին, հասել է մուրացկանության, հասել է իր սիրած հայրենիքից հեռանալու ողբերգությանը, հասել է վարկերով մարկեր մուրալու այդ ինքնաստորացման վիճակին, այս բոլորի համար ով պետք է պատասխան տա։ Պետք է ներենք, պետք է մոռանանք, ոչ չենք կարող մոռանալ։ Թող հույս չունենան, պետք է ինչ-որ բան մտածել, որ այս հողը, հայրենի հողը այրվի այդ մարդկանց ոտքերի տակ, այդ աղջիկները, որ մարմնավաճառության մասին էին խոսում, դեմքերը թաքցնում էին, որովհետև ամաչում էին մեր երեսին նայելուց։ Ես ուզում եմ այն մարդիկ, որոնք մեր ժողովրդին այս օրի հարցրին, գոնե ամաչեն մեր երեսին նայելուց, եւ ոչ թե նոր կուսակցություններ կազմեն, խմբակցություններ կազմեն, արդարանան, ասեն իհարկե մենք սկսեցինք այս բանը, այս հետագա 2 տարիներում փչացավ վիճակը, ոչ, 8-10 տարի հետևում այս ամեն, արմատները խորն են։ Այն օրվանից, երբ որ ազգային գաղափարախոսությունը հայտարարվեց հնացած, այդ օրից է որ հայ խոսքը, հայ բանաստեղծությունը համարյա չի հնչում, այս բոլորը տվել են իրենց ողբալի արդյունքները։ Բարեկամներ, հիշեցնեմ լինել թե չլինել հեղինակային ծրագիրն է եթերում եւ մեր հյուրը գրող հրապարակախոս հասարակական հանրային գործիչ Ռուզան Ասատրյանն է։ Լսեցինք մեծն Սիլվա Կապիտիկյանին 27 տարի առաջ ասած այդ խոսքերը կարծես այսօր հենց այսօր խոսում էր ինքը այդ մասին։ Նույնը ես կասեի։ Տիկին Սիլվայի հետ մենք մտերիմ էինք 3 ժամ ու կես
Ղարաբաղյան խնդրի շուրջ մենք իր աշխատասենյակում առանցին նստած երեքով էինք, խոսեցինք, հետո ես այդ մասին հանդես եկա իրավունք թերթում հոդվածով, երբ որ նա շատ մտահոգ էր եւ իհարկե ճնշումը բարձրանում էր անընդհատ, այդ օրերին շատ դժվար վիճակում էր, միասին գնացինք Ծաղկաձոր, հանգստանում էինք իրար հետ եւ հաճախ առանձնազրույցներ ունենում։ Ինձ ասաց, զգուշ մնա, դու շատ բաց ես գրում, Ռուզան, զգուշ մնա, ասեցի, իսկ դուք ինչու ձեզ այդպես զգուշ չպահեցիք, երբ որ խնդիրը գալիս է հայրենասիրությանը, մենք ընդհանրապես այդ զգուշավորությունը մոռանում ենք, ինչ զգուշավորություն, մենք պետք է գործ անենք, ասի, դուք ինձ համար ուսուցիչ եք, ես իրան ինչ ես ասում, դե քո հոդվածները բանը գրական թերթում գրեթե ամեն շաբաթ ծավալուն հոդվածներով հանդես էի գալիս, ինքը զանգահարում էր իմ գործի վայրը մոտիկ էր, ասում էր, ընդմիջմանը տարի բան ունեմ ասելու, որքան բան ունեինք իրենից սովորելու, մինչև Գորբաչով հասավ ինքը, եւ Արցախի մասին պատմեց, սա պատմություն էր, պատմություն, որ նա իր կին տեղով այդպես համարձակորեն հանուն հայրենիքի կարող էին իրենց ինչ էր ասես կատարվում էր Ռուսաստանում, կարող էին նրանք չվերադառնալ, բայց նա գնաց հերոսականությամբ գնաց, ճիշտ է, իհարկե նրա մահից հետո ինքը իրեն չարժանացրեցին այն մեծ արմանը ինչ որ ասենք ինչպես պետք էր, որովհետև խնդիրներ կար, ընթարված էին երկրորդ նախագահի հետ իր բանաստեղծությունը որ գրել էր, այդ պատճառով բավականին աղմուկ բարձրացավ, բայց խնդիրը, որը այս պահին Սիլվա Կապուտյանը բարձրացրեց, խիստ արդիական է, որովհետև ճիշտ է, հիմա մի քիչ քչացել են այդ իր ներկայացրած կանայք փողոցներում, այդքան չեն կանգնում, որովհետև մեր ներքին գործերը բավականին ակտիվ սկսեցին աշխատել, ավելի շուտ Վանոյի ժամանակ մի քիչ քչացան, բայց հետո ինչ-որ մի պահ նորից դա բարձրացավ, որովհետև ես խիստ հետաքրքրվում էի եւ դրանց մասով եմ հանդես եկել ժամանակին, մեղադրելով մեր տղամարդկանց, թե ինչպես եք ձեզ թույլ տալիս, որ ձեր կանայք գնան Թուրքիա, աշխատեն փող ուղարկեն ձեզ, կամ Դուբայներ են գնում, հիմա էլ են գնում եւ այլն։ Այսինքն այս սովորույթը հայ իրականության մեջ չի եղել։ Հայ կանայք երբեք որևէ գրականության մեջ ես նման բանի չեմ հանդիպել։ Ասենք հույների մոտ, տարբեր ազգերի մոտ նման բաներ կան, դրանք եղել են, այդ կանայք պահում էին, այդ իշխանավորները այդպիսի բաներ, բայց հայ իրականության մեջ, հայ կնոջ բարոյականությունը շատ բարձր է եղել, հայ կինը ուսուցիչ է եղել, մայր իշխանություն, ժամանակին մայր իշխանություն ենք մենք ունեցել, մենք եկեք չմոռանանք Փարանցեմի օրինակը, երբ որ գրավեցին ամբողջ տարածքը, այդ մնաց միայն Բերդը եւ օրեր շարունակ շահը ուրեմն բաբաններով կրակում էին Բերդի պարիսներին, որպեսզի պարիսները փլվեն եւ գրավեն, Փարանցեմը մենակ կանգնեց Բերդի այդ պարիսների վրա դիմադրեց մինչև վերջ, երբ որ տեսա, որ պարիսները արդեն բացվել են, քանդվել են, ուրեմն հացը պակասել էր, ամբողջը ժանդախտ էր տարածվել, մնացել էին մի քանի հոգի, կիսա, պրատ, այսպես կիսամեռ վիճակում։ Փարանցեմին արագ վերցնում են եւ ուզում են տանել, դե առաջ ինչ էին անում, ոչ միայն իրական մեր թագավորներին ու թագուհիներին սպանում, այլև նրանց նույնիսկ մահվան այդ տեղերից մասունքներն էին վերցնում ու հեռացնում, որտեղ դրանք իրենց մեջ էներգիա ունեին, թույլ չէին տալիս, որ այդ մասունքները մնան մեր հայրենիքում, այդպես էլ հայ կանանց, եւ ուզում են տանել Փարանցեմին, որ անարգեն, ճանապարհին ինքը այնպես է անում, որ իրեն շպրտում է անդունդ, որ նույնիսկ իր էությունը մարմինը թշնամու ձեռքը չընկնի։ Այդպիսի հզոր կանայք ենք մենք ունեցել, մենք այծմիկ ենք ունեցել, որը Բերդի Պարիսի վրա կանգնած նետահարում էր թշնամիներին ու չէր վախենում։ Մենք Անահիտ ու տարբեր անուններ ունեինք Արցախյան պատերազմի ժամանակ Անահիտին, որի ամուսնում սպանել էին եւ նա այո, բրեժխնդիր եղավ։ Այ հիշատակեցիք Արցախը, Ռուզաննա, բայց ինչ լավ է, որ Սիլվա Կապուտյանը չտեսավ Արցախի կորուստը։ Պատկերացնում եք ինչ ապրումներ ունեն։ Իհարկե։ Չէր կարող պատկերացնել։ Նա անընդհատ մտածում էր ինչ է ուշացնում Արցախը ճանաչելու փաստը։
Չէր հասկանում։ Ճանաչեցին, որովհետև Արցախի տերը չէին, Արցախը իրենցը չէր։ Արցախը բանավոր իրենց ապրելու, իրենց թալանելու միջոցներ, այ հիմա ես չեմ ուզում ես գեղեցիկ օրը այսպիսի բաներով տխրեցնել մեր տիկնանց չէ ինչու մյուսներին նաև, այո, ճիշտ չվերաբերվեցին, իրենց հայրենիք չհամարեցին, այսօր էլ, տեսեք, այսպես պայքար է գնում վարչապետի թեկնածության համար, խոսում են, ես չտեսա դրանց մեջ այն անձին, որը ծրագիր ներկայացներ, թե ինքը ինչպես է Հայաստանը հզորացնելու, հզոր պետություն ստեղծելու, ուր է ձեր ծրագիրը, մի դրենք այդ ծրագիրը քննարկման, որոշենք, տեսնենք, դուք իսկապես այս երկիրը այս ծանր կասությունից կհանեք, թե չէ, դուք ինչու համար եք ուզում, աթոռի համար, աթոռը չէ կարևորը, ամենակարևորը այս աշխարհում հայրենիքն է, հայրենիքի վեհությունը, արժանապատվությունը, հայրենիքի գոյությունը որպես կենդանի մարմին, որը պահում է իր զավակներին, մենք բոլորս, մեր զավակները, մեր թոռները, մեր երեխաները, նրանք այս հայրենիքի տերն են, իսկ մենք նրանց տերն ենք, բա ով պիտի ասի, ով պիտի նրանց ճշմարիտ ուղի տանի, եթե ոչ մենք պիտի անենք, առաջինը մենք պիտի գնանք, Աստված չանի մի բան լինի, վտանգի պահին իրենց կողքին լինենք, որպեսզի այդ տղաները հասկանան, որ սա այս գոյությունը երազանք է, սա այն երկիրն է, որտեղ մենք պիտի ապրենք, սա մեր ապրելու վայրն է, մեր կենսական տարածքը, լինի Արցախը, լինի Շիրակը, լինի մյուս տարածքները, այս բոլորը, եւ որ հայկականն են եղել, Հայաստանին են եղել, հետո ինչ որ տարբեր երկրներ ու պետություններ զանազան շահերի համար զիջեցին, ուղղակի զիջեցին մեր հարևան երկրի ղեկավարին։ Ռոզաննա, ասում եք, չեմ ուզում շատ տխրեցնել, ես դες հասկանում եմ, բայց քանի որ մենք Սիլվա Կապուտիկյանից խոսեցինք եւ մենք հիմա ունենք փոքրիկ գոհարներ, երբ Սիլվա Կապուտիկյանը ընթերցում է իր նոր բանաստեղծությունները այդ հանդիպման ժամանակ, ես առաջարկում եմ դիտել մի հատվածել այդ ամենից, որից հետո արդեն այլ տրամադրությամբ շարունակենք մեր զրույցը։ Շատ բարի։ Խնդրեմ։ Եվ ահա իջավ երեկո, ու մենակ եմ ես, հիրավի մենակ, հեռու են ինձնից եւ որդի եւ թոռ, իմ տագնապներին անհաղորդ ու փակ, սակայն լցված է իմ տունն ու հոգին, ծեր ու մարդկանցով, ձայներով տարբեր, բազմություններ եմ զգում իմ կողքին, ինձ գրկող աչքեր, ինձ փարվող ձեռքեր, կին էի ծնվել, չդարձա ես կին, մի կողմում մնաց բախտս կանացի, եւ ինչպես մարդու սիրահարվեցի կկվանքի կարոտ իմ ժողովրդին, նրան տվեցի եւ երկ եւ կրակ, ինձ օջախ դարձավ հայաշխար մի ողջ, եւ անթեղեցին ոգի նրա բորբ, այրված իմ կյանքի մոխիրները տակ, հնչում են շուրջս օշնանքի խոսքեր, ապավինումի շշնջներ մաքուր, ոչ, չծրեցի ես կրակս զուր չվատնեցի շնորհներ ու սեր։ Եվ գիտես կգա կիչնի երեկո, ու ցուրտ կլինի մենակ, իսկ այրված կյանքիդ մոխիրները տակ, ծրված կլինեն երկնքի ներքո։ Նրան տվեցի եւ երկ եւ կրակ, ինձ օջախ դարձավ հայաշխար մի ողջ, եւ անթեղեցին ոգի նրա բորբ, այրված իմ կյանքի մոխիրները տակ, հնչում են շուրջս օշնանքի խոսքեր, ապավինումի շշնջներ մաքուր, ոչ, չծրեցի ես կրակս զուր չվատնեցի շնորհներ ու սեր։ Կրկին ժողովրդիս, դու փորձակար իմ ժողովուրդ, ինչքան էլ դու խոր մոլորվես, երկրպագես կուրքերին ստուտ,
ես մոր նման ներում եմ քեզ, դու տաք գլուխ Սասնա Դավիթ, դու իմաստուն Սասնա Մհեր, թեկուզ եւ ծեր ու ալեհեր, բայց մնում ես դեռ միամիտ, հավատացիր թե հիրավի, կարին դարձավ ընկուզաչափ, ու դուրս եկար քարանձավից, ու խաբվեցիր դու չարաչար, այնքան դառն է կյանքդ ու գորշ, ու գալիքդ իրականում, որ փակում ես աչքդ ու քո խաբկանքին ես ապավինում, ու տեսնում ես ամեն ինչ վառ, թև ես առնում չեղած տեղից, նորոգվում ես բնազդաբար ու հառնում ես մոխիրներից, քո խաբվելն է քեզ պահպանում, ու հին խոսքդ Աստված կտա, դու միֆերով ապրող մանուկ, դեռ հավատա, դեռ հավատա։ Ասեմ, որ Սիլվա Կապուտիկյանը իսկապես այն մեծությունն է, որից սովորելու բան միշտ ունենք։ Նա մինչև վերջ մնաց իր հայրենիքի դուստր, բարի բուն իմաստով։ Հայրենիքը նրա և ծննդավայրն էր, և սերը, և կյանքը, և առօրյան, դրա մեջ կար մի յուրահատուկ կենսական էներգիա, որից իսկական հայրենասերը հայը չէր կարող չզգացվել։ Հենց դուրս էր գալիս բեմ կամ միջոցառումների, համագումարների ժամանակ նրա խոսքը ազդեցություն ուներ։ Ինքը որ գալիս էր, կողքի գրողները զգուշանում էին, որտեղ ավելորդ մեկ բառից անմիջապես նա արձագանքում էր տեղին ու ճիշտ, ու ես շատ էի ուրախանում, ասում էի վերջապես կա մեկը, որից ամաչում են։ Այո։ Եվ վախենում։ Նաև Իշխանավորները։ Ափսոս, որ ես չբերեցի բանաստեղծությունների իմ ժողովածուն, մենք դեռ էլի կհանդիպենք, ես հատուկ շարք ունեմ հայրենասիրության 100 բանաստեղծություն, վերջերս նաև մեկը գրվեց, որը շատ հզոր է, ես կբերեմ, կկարդամ, հատուկ այդպիսի մի պահ կստեղծենք, գուցե ապրիլի 7-ին կամ դրանից ուշ, ինչևէ, ես ամփոփեմ Տիկին Սիլվային և թող լույս իջնի իր գերեզմանին, որովհետև ասում եմ, ինքը շատ բան սովորեցրեց իր նաև հիմնավոր հրապարակագրությունները, որոնց շուրջ ինքը կառուցում էր իր խոսքը շատ զորավոր էր այդ օրերի համար, իր վստահ, ինքնավստահ, անվախ այդ ելույթները ես շատ հաճախ ինքս ասես փորձել եմ վերցնել այդ օրինակը, պետք է այդպեսին լինի։ Իրական պայքարողը, իրական կինը, որ դա չպիտի նայի, թե իրեն ինչ կասեն, ինչպիսի վերաբերմունքի կարժանանա, ասենք հիմա իմ շատ ելույթներից հետո մեկ էլ սկսում են արձագանքել մարդիկ, տարբեր բաներ են ասում, չէ՞, նշանակություն չունի, ես միևնույն է պետք է գամ եւ իմ ասելիքը ասեմ, չի կարելի լինել հայուհի եւ ունենալ թերություն, որովհետեւ մենք այնքան քիչ ենք եւ մեզանից պահանջվում է բարձր գիտակցություն ու կուլտուրա, հայերս մշտապես եղել եւ մնալու ենք ուսուցանող, գրասեր, գրքասեր եւ աշխարհի ժողովուրդներին մշակույթ, կուլտուրա տվող ազգ, այդպես է եղել։ Բանում Հրազդանի մոտ ուրեմն գտել էին մի կմախք, մարդու կմախք, այդ հսկաներից էր եղել, որը առաջին մարդու կերպարն էր եղել։ Գենը ես տարբեր գրականություն ունեմ, դե Սֆինքսն այ Մարադին գիրքը որ գրեցի, շատ նյութերից, փաստերից հետաքրքրվեցի, ով է հայը։ Հայը ով է, այ հիմա այս գիրքը ես հիշեցի, ես ասեմ, ինչու հաճախ այսօր ասում են հայրենիքը իրական հայրենիք, ես չգիտեմ անցյալ հայրենիք, իրական հայրենիք չկա, հայրենիքը մեկն է, անցյալով, ներկայով, պետք է ծառը առանց արմատի լինում է, ես մի բանաստեղծություն ունեմ, ասում եմ, արմատի վրա կրակ մի վառեք, ինչ պատասխան տամ Արարատներիս, այո, ինչ պատասխան տամ, արմատի վրա կրակ չի կարելի վառել, չի կարելի ասել, որ
դե դա անցյալում ա եղել, մենք պետք է այո անցյալի մասին շատ խոսենք, կմնանք անցյալում, բայց մենք ծնողներ ենք ունել, չէ՞, ով է գրում են, չէ, ասենք Ասատրյան Ռուզաննա Շիրակի անունը շեշտվում է, ով է եղել հայրը։ Այ այսպիսի բաներ կա, մեր հայրը մեր հայրենիքն է, մեր հայրը հայկի բնակավարն է, երկիրն է, մեծ հայկն է, որը գոյություն ունեցել է եւ ունի, եւ եթե իրականության մեջ այո մենք այս մի բուր հողի վրա ենք ծվարել, ոչ մեր բարի ցանկությամբ, այլ աշխարհի մեծերի, որոնք այսօր նույնպես տեսեք Իրանը իր համար ապրում էր հիմա, ուզում է միջուկային զենք ստեղծի, ինչ ստեղծի, այդ պետությունը իր համար ապրում է, բայց այդ պետությունը այսօր արդեն ռմբակոծության եւ չգիտեմ ինչ ծանր իրավիճակների մեջ է գտնվում, նույնիսկ ասացին, որ զոհերի թիվը հասել է 1302-ի եւ իսկ տների ավերված քանդված տների թիվը ասնում է 3000-ից։ Իսկ Թրամփը հայտարարեց, որ այդ նեղուցի շրջակայքում գտնվող ուրեմն Հորմուզի նեղուցի շրջակայքում գտնվող իրանական 24 նավեր ոչնչացրել են, այսինքն ոչ միայն դա իր հերթին այս բոլոր ոչնչացված տարածությունները չարժեն այն 7-ից 14 տարեկան անմեղ աղջիկների մահվան, որոնց ինչու սպանեցիք։ Այնքան խորամանկություններ կա, ինչ որ հիմա արվում է Իրանի հետ, ժամանակին արվել է հայերիս հետ։ Դրա համար ինչպես իրանցի կանայք պետք է ուժեղ լինեն, դիմադրեն այս ամենին եւ պայքարեն իրենց կենսական հայրենիքը պաշտպանելու համար, այդպես հայերս են եղել, հայերս։ Չմոռանանք, որ երկու հայ կանայք մշոտ ճառնդիրը ամեն մեկը 18 ֆուտ մեջտերին կապած Արևմտյան Հայաստանից տեղափոխեցին Արևելյան Հայաստան։ Ինչպիսի կամքի ուժ, տեսեք, կրակների միջից իրենք այդ փրկեցին, դա իմաստություն էր։ Այսինքն հայ կնոջ մեծ, հայ կինը պարտավոր է հասկանալ, որ ինքը իմաստության մի հյուլ է, որից աստիճանաբար ձևավորվում է ազգը։ Այսինքն այստեղից է սկսվում, հայ կնոջից է սկսվում ազգային գաղափարախոսությունը, ինչպես ասաց Սիլվա Կապուտիկյանը, մեր գաղափարախոսությունը մայրերիս մեջ է, եթե մայրը իր երեխային դաստիարակում է հայրենիքի սիրով, բարոյականության բարձր արժեքներով, ուսուցանելով, ասելով, որ քո դախտիները եղել են այսպիսի կատարյալ մարդիկ, որ Նարեկացին արդեն աստվածների շարքին է դասվել, որ Թումանյանը այսքան հանճարեղ էր, նա իմաստուն մարդ էր, նա կարդում էր վեդական գրականությունը ամբողջ դրա իր քարյակները, որ նայում ես ամբողջ այդ հիմքի վրա է ստեղծված, որ այսպիսի հզորություններ ունենք մենք, ես չեմ խոսում մեր մեծերի, մեր Խաչատրյանի մասին, նրա սուսերավորների պարն ու սիմֆոնիաները աշխարհում մեկ արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդգրկված է ինքը, որին թվես, հայերս տաղանդավոր են կանչում։ Իհարկե, այ քանի որ Սիլվա Կապուտիկյանը մեր այսօրվա ծրագրում կարմիր թելի պես անցնում է, ուզում եմ ասել, որ իսկապես բացառիկ երևույթ է Տիկին Սիլվան։ Ես երջանիկ մարդ եմ, քեզ նման, որ բախտ է ունեցել մոտիկից շփվելու նրա հետ։ Եվ լավ հիշում եմ, երբ մեկ օր էր ինչ նշանակվել է Պրոմեթեւս հեռուստաընկերության տնօրեն, ներկա երկրորդ հեռուստալիքի, Սիլվան զանգարեց, շնորհավորեց, ասեցի Տիկին Սիլվա, չեք ուզում գալ առաջի հյուրը լինելի, այն ժամանակ ես վարում էի օրացարակիրը, ասեց գամ Համլետ ջան, բայց ես ամեն անգամ որ գալիս եմ քո գլխին մի փորձանք եմ բերում, ասեցի դու կարեք փորձանքը թող գա։ Եկավ եւ եթերից, ուղիղ եթերից, այն ժամանակ ուղիղ եթեր էր, ասեց Քոչարյանը ինչ մտածում էր նրա մասին, ասեց ես քո երեսին եմ շպրտում բոլոր այն մեդալները, որ դու ինձ տվել ես, դու չես այն տղամարդը, որ ասում ես կա մի տղամարդ, որ ինձ հետ դուրս գա մեր, ես եմ ասեց այդ տղամարդը, ասեց ու ինչ վերջին խոսքերով ասեց, ու ասեց ես դու ինձ համար ոչնչություն ես։ Դուք հասկանում եք ինչ կատարվեց եթերից հետո, առաջի եթերը եւ նման խոսքեր։ Այդ հեռուստաընկերության տերը, սեփականատերը Սերիկ Գևորգյան կար։ Քաշ Նազար, որ մեծահարուստ, միլիարդադեր, բարերար, վախկոտ, զանգելա, դու խես Սիլվային բերել, ով ա դա որ բան։
ասեցի, լսի, նա մեր ազգի բանաստեղծությունն է, ինչ բանաստեղծուհին է, ես ասեցի, դե քեզ ինչ բացատրեմ, դու երևի փողից ու գազից բացի ոչինչ չես հասկանում, հեռախոսը դրեցին, բնական են, աշխատանքից ազատեցին, Սիլվան զանգ արեց, ասեց, քեզ ասում էի, որ գլխիդ փորձանք եմ բերելու, ասեցի, Տիկին Սիլվա, ես համաձայն եմ ամեն օր դու կարեք, թող նման փորձանքները լինեն։ Որ միրան հոգին լուսավոր իսկապես ու երբ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը նա առաջինն էր որ եկավ մեր եթեր հաջորդ օրը ես հիմա ունեմ տեսագրությունը հոկտեմբերի 27-ի հետ կապված այ լսենք թե ինչ է ասում նոր շարունակեն Շատ լավ խնդրեմ Հոկտեմբերի 27-ի այդ ահավոր եղերնագործությունը խոցեց ոչ միայն մեր 8 ընտրյալներին, մեր ժողովրդի լավագույն զավակներին, ոչ միայն ջախջախեց մեր սիրելի Կարեն Դեմիրճյանի գլուխը, այլ ծակեց ազգային ժողովի շենքի պատերը հասավ մեզ, մեր սրտերին, մեր ժողովրդին և ոչնչացրեց ոչ միայն մարդկանց այդ նահատակներին, այլ մեր հույսը, մեր դանդաղ նորոգվող հավատը և կարծես թե նորից մարեց թունելի ծայրում արկայծող լույսը։ Շատ բան տեսավ մեր ժողովուրդը այս 10-11 տարիների ընթացքում և հավատացի, որ հազարամյակներ մենք ճանապարհ ունենք անցնելու, մենք բիբլիական ժողովուրդ ենք և պիտի շարունակենք այդ ճանապարհը։ Այս եղելության մեջ այնքան մի միստիկ բան կա, որ ակամա նույնպես ներշնչվում ես այդ միստիկ հավատով, որ մենք պիտի ապրենք, որ այս ցավը գուցե նրա համար էր, որ մեզ ցնցի նորից, հասկանում եք, բայց հասարակությունը մի տեսակ թմրել էր վշտից, կարիքից, տասնամյա այս տառապանքից, ցրտից, խավարից, հիասթափություններից և մի տեսակ ընդարմացած վիճակի մեջ էր։ Ես հավատում եմ, որ մենք պիտի սթափվենք։ Այն միլիոնները, որ մնացին այս ցրտին, այս տառապանքի օրերին Հայաստանի հետ, մենք էլ մեր ոգով, մեր հոգով, մեր գրչով, մեր արտիստական շնորհներով, մեր թատրոնով, մեր գիտությամբ երկրապահներ ենք։ Եվ վիշտը մեզ պիտի ավելի մոտեցնի, վիշտը մեզ պետք է միասնականացնի, և նրանք, որոնք այսօր գործի գլուխ են անցնում, հանգամանքների բերումով, ես ուզում եմ կարդալ մի քարյակ, որը կարդացել եմ ճիշտ 1 տարի առաջ, կամ 11 ամիս առաջ, հունվարի 20-ին, երբ որ իմ ծննդյան 80-ամյակն էր և ընկեր Դեմիրճյան իր տիկնոջ հետ միասին շնորհ արեց իմ հյուրը լինելու, նրա կենացը խմելիս ես այդ կենացը վերջացրեցի, ավարտեցի հետևյալ տողերով. Ծուխը ոչինչ, քո առջև ծխվող խունկից վախեցիր, դառը ոչինչ, խոսքերի քաղցր տուրքից վախեցիր, թե պատահի քեզ տրվեն իրավունքներ անսահման, ինքդ քեզնից, քեզ տրված իրավունքից վախեցիր։ Ահա նրանց, որոնք իրավունքներ են տրված այսօր, թող այդ իրավունքը գործացեն խելամտությամբ, զգուշությամբ, խնայելով մեր ազգին, մեր ժողովրդին, մեր ժողովրդի յուրաքանչյուր անհատին, խնայելով մեր ժողովրդի երազանքները, մեր ժողովրդի հավատը, դեպի գալիքը, դեպի հազարամյակ գնացող իր
ճանապարհը։ Մենք այնքան դժվարությամբ ենք ապրել աշխարհում, որ դադարել ապրելու իրավունք չունենք։ Եվ ես գրել եմ դեռ տարիներ առաջ հետևյալ բանաստեղծությունը երևի պիտի ասեմ. Սեղմիր ատամդ, դու ամենքի մոտ բաց լալու իրավունք չունես, թեկուս հուսահատ, թեկուս թևաբեկ, զենքերդ տալու իրավունք չունես, դու իմ ժողովուրդ, ինչ էլ որ լինի, վերջից զինվորն էլ ընկնի առնակամ, քո ճանապարհի հավերժությանը չհավատալու իրավունք չունես։ Շարունակում ենք ծրագիրը, Ռուզաննա, տիկին Սիլման նորից եմ ասում, դա մի երևույթ էր, որը գնալով էլ ավելի է մեծանում։ Գիտես, երբ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ, նա ինձ ասաց, Համլետ, գիտես, մեր ժողովրդի առջև նորից դրվեց լինել, թե չլինելու հարցը։ Այո։ Մենք պիտի կարողանանք գնալ դեպի լինելը։ Այս ժամանակ դե բոլորս այդպես խառնված էինք, բայց գնալով այդ ամենից որքան ենք հեռանում այդ ժամանակներից հասկանում թե որքան խորի մաս է նրա։ Որտեվ փորձ ազգային ողբերգությունների ճանապարհով էր անցել ինքը։ Բոլորին մանրամասնորեն տիրապետում էր եւ արդեն կարծես պայծառատեսի նման ինքը զգում էր թե իր ժողովրդի հետ ինչ է կատարվում։ Այ հիմա այսպես որ լսում եմ իրեն մի տեսակ կարոտեցի, ինձ թվաց թե ես կարող եմ մատ դուրս գալ, քայլերս ուղղել, գնալ հանդիպել իրեն եւ նստել այնպես ջերմորեն զրուցել իր հետ, ինչպես որ անում էինք։ Ուրեմն մի օր զանգահարեց աշխատավայր եւ ասաց Ռուզան շտապ արի գործ ունեմ հետդ։ Վերկացա գնացին, միշտ ժամ էր։ Մի դեղին պապկա էր փակ։ Ասաց այս պապկան կտանես, կհանձնես Քոչարյանին։ Ես ասացի, ես ինչ բան եմ։ Ասաց, դա այն շքանշանն է, որը ես ուզում եմ հանձնել իրեն։ Տար քո ձեռքով ու տուր իրան։ Ինձ մեջ ասացի, դիքես Սիլվա, ես ինչ եք ասում։ Նախ, ոնց եմ համոզել։ Չի հանձնել, ես չեմ թողել։ Այդ անձը, որ չի թողել այդ շքանշանը հանձնի, այդ ես եմ եղել։ Հիմա լավ էր, որ դուք հիշացրեցիք։ Ուրեմն վերցրեցի, բաց արեցի, տեսա հետաքրությունը, բան, շքանշանը, ասի դուք ժողովուրդը ձեզ որքան է հարգում ու սիրում։ Սա հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պարգևն է Սիլվա Կապուտիկյանին, ոչ թե Քոչարյանի անձնական նվիրատվությունը։ Ինչպես եք այդպես բան անում։ Դուք ձեր ժողովրդին սիրում եք։ Ոնց գալի ժողովուրդը ինչ կասի ձեզ։ Ուրեմն վերցրեցի այդ պապկան, այնտեղ պատից կախված հայ տիպ մի բան կար, հենարան, այսպես ոնց որ սեղանի նման էր։ Ես դրեցի այդ բարձր այնտեղ ու ասի տիկին Սիլվա, այս պապկան իր տեղից չշարժեք։ Հետո եղավ այնպես, որ միջոցառում էր, արդեն տուն թանգարան էր դարձած, մի օր գնացի եւ հետո մեկ էլ ինքը կանչեց այն սրահում, որտեղ ավելի լայն մեծ սրահ էր եւ բաներ էր դրված, այդ հուշերը իր այնտեղ տարբեր արտուզարդեր բաներ կային դրված, մի փոքրիկ արկղիկ էր, բերեց բացարեց, շքանշանը հանեց, ցույց տվեց ինձ, ասեց ես քեզ լսեցի, շքանշանը չեմ հասնել, ես զգացի որ դու ճիշտ ես ասում։ Հետո շատ բան եղավ, ես այդ մասին գրեցի, մամուլում էլ հանդես եկա, էլի մի անգամ չգիտեմ որ հեռուստատեսությամբ էին հրավիրել, ասացի, ես ափսոսում էի իրեն, որտեղ իր տեսակը մենք քիչ չունեինք, ճիշտն ասած, ճիշտ է, շատ կային շատերը, շատ սիրում եմ ես մեր Մանաստեղծուհի Մարգո Մուրադյանին, հետո այնտեղ ելով կար, Անահիտ Սահակյանը, Սարինյան Անահիտ, հա, Այո։ Շատ տաղանդավոր, ասենք, բանաստեղծուհիներ ունեինք, մենք այն ժամանակ արձակագիր էր, կային, լավն էին իրենք, բայց իր հռետորականությունը, համարձակությունը, այդ կնոջ այդ տեսակն է մեզ անհրաժեշտ, այսօր էլ է անհրաժեշտ։ Այսօր այնքան անավարտ բան կա մեր երկրում, մեր Հայաստանում, նախ այդ պատերազմները մեզ եկան ընդհանրապես մեր
գենետիկ տեսակի վրա շատ ծանր ազդեցություն թողեց եռաբլուրը։ Մեր աչքի դեմ է, անընդհատ մեր աչքի դեմ է։ Սա գիտեք ինչ է նշանակում, որ ոչ թե մենք կորցնենք մեզ, ոչ թե մենք այսպես տխրենք, ասենք վերջ, սա վերջն էր, հայերի վերջը եկել, հայերի վերջը բոլորին չի գալիս, ոչ էլ կգա։ Երեք էր այդպես եղավ, այսօր Հայաստանը նորից է սկսում իր ապրելու միջոցը, իր ծրագիրը նորից է կազմում։ Մեր ծրագիրը կոտավորված տիեզերքից մեր մեջ է։ Հայից խելացի այս աշխարհում չկա, ոչ էլ հայ կնոջից։ Ամենադաժան պահերին նա ելքը գտնի իրեն ապրեցնելու։ Դրա համար ես դիմում եմ իմ սիրելի հայուհիներին, դուք ամեն ինչ կարող եք, դուք հզոր եք, այդտեսեք լսեցիք մեզ, այնպես չի, որ չգիտեմ ինչպես եմ ես ապրել արքայության մեջ, այնպիսի դժվարություններ եմ ես կրել, ովքեր որ մոտիկից ինձ գիտեն, բոլորը զարմացած են, որ ես նորից եմ ապրում, նորից եմ վերականգնել ինձ, նորից եմ աշխատում, շփվում եմ, գնում եմ, հազար ու մի բան։ Ես այդ բոլոր բաները այստեղ չեմ ուզում ասել, սիրելի բարեկամներ։ Շատ հաճախ մարդիկ իրենց անձնական շահից այն կողմ ոչինչ չեն տեսնում։ Ես այդ անձնական շահը երբեք չեմ ունեցել, ընդհակառակը, ինչ անել հայրենիքի համար, ճիշտ Անդրանիկի ասացի նման, երեկոյան գլուխը դնում ես բարձին, մտածիր ինչ լավ բան ես արել քո հայրենիքի համար, այդպես մտածեք, որ երկիր դառնանք, որ պետություն դառնանք, սիրելի մայրեր, դուք եք ձեր ամուսիններին ղեկավարում, որ կնոջ ամուսինն է, որ կարող է ազգային ունեցվածքին տիրանալ եւ բացարձակ չմտածել, բա ազգը հետագայում ինչ պետք է ունենա, որպեսզի իր հնարավորությունները պաշտպանի, որ կնոջ որդին է, որ թմրադեղեր է օգտագործում եւ այդ կինը չի սաստում իր որդուն, կամ գիտի, որ թմրադեղեր է բերել, վաճառում է մյուսներին պիտի դա եւ հետագայում այդ երեխաները պետք է ծնվեն հիվանդ, տկար երեխաներ, հայ ժողովուրդը տկար երեխա չպետք է ունենա։ Ընդհակառակը 4 կողմից մենք շրջապատված ենք մեծ թշնամիներով, եկեք ուժեղ լինենք, որպեսզի նրանք մեզանից վախենան։ Մենք հրաշալի գիտնականներ ունենք, եկեք մեր գիտնականներին քիչ թեև տանք, նրանց միջոցներ տանք, որպեսզի նրանք ստեղծեն հզոր զենքեր, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեր հայրենի հողը։ Պիտի որպես իր ուրախություն ձեզ պետք է ասեմ, այսօր ես ոչ թե այստեղ, այլ պետք է լինեի հայոց սահմաններում։ Առաջարկ եղավ, բայց քանի որ բարձր տեղ պետք է գնայինք եւ իմ ճնշումը մի քիչ ինձ հանգիստ չի տալիս, դրա համար ես հրաժարվեցի, բայց շատ լավ բան ասեցի։ Մեր սահմանները ապահոված են, ուժեղ են։ Ես չեմ ուզում ասեմ ձեզ, թե ինչ են ինձ պատմել եւ ցույց են տվել լուսանկարներ։ Փառահեղ է, կեցեն այն տղաները, ովքեր Հայաստանի սահմանային պաշտպանվածությունը այդպիսի հզոր դիրքերում են պահում։ Ապրեք տղաներ, ես շնորհավորում եմ ձեզ։ Դուք եթե մեր պարոն Հոշյանի այս հաղորդումը դիտեք, իմացեք, որ տեղյակ ենք, թե դուք ինչեր եք անում։ Ապրեք, այդպես պետք է ապրենք։ Մեզ համար չլինել չկա։ Այդ բառը, դորից եմ կրկնում, հայերիս համար չէ։ Ընդհակառակը չլինել կարող է որոշ մարդկանց ցույց տանք, որ հա այդ գործերը այդպես է, բայց մենք առանց իրենց ասելու մեր գործերը պետք է անենք, մեր հայրենիքը պահենք, մեր զավակներին պահենք եւ հայրենիք տանք իրենց, հայրենիքի էներգիան շատ հզոր է։ Տիկին Ռուզաննա, դե քանի որ մեր հաղորդումն էլ այսպես սահուն մոտենում է ավարտին, ես ուզում եմ, որ Ռուզաննա Սատրյանը պատասխանի մեր ծրագրի ավանդական հարցին, անձնապես իր համար ինչ է նշանակում լինել թե չլինել։ Լինել նշանակում է պայքարել եւ ապրել։ Չլինել չկա ինձ համար։ Լինել, միայն լինել։ Որտեղ ուզում ես եղիր, ինչպիսի պայմաններում ուզում ես եղիր։ Լինես հիվանդ, լինես վատառողջ, լինես չգիտեմ ինչպիսի, գործերը հաջող չլինեն, ինչ որ խնդիրներ առաջանան, ելք որոնիր, պաշտպանիր քեզ եւ օգնիր հայրենիքից զորացրու երկիրդ։ Պետք է լինենք։ Լինելը նշանակում է ապրել, պայքարել, կյանքով ապրել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, որ կաք, շնորհակալություն, որ այդպեսին եք։ Սիրելի բարեկամներ, դե հասկացաք, որ այսօր իսկապես հրաշալի հյուր ունեինք Ռուզան Ասատրյանը, մի իսկապես չաշխարհիկ անձնավորություն, 32 գրքերի հեղինակ եւ այն էլ ինչպիսի գրքերի հայրենասիրությունը պարզապես
այսպես ողողում նրա գրքերի էջերից։ Ես ուզում եմ ձեզ մաղթել առողջություն, ամենակարևորը դա է։ Գիտեք, երբ մարդ առողջ է, նրա համար միշտ լինել թե չլինելու հարցը լուծված է լինել։ Իհարկե։ Չէ՞։ Ուրեմն կլինենք։ Հայաստանը եղել է, կա ու կլինի։ Թող ոչ մեկի մտքով չանցնի, որ Հայաստանը կբաժանվի մի քանի մասերի, այս երկրի ծառա կլինի, այն երկրի հպատակ կլինի, չի լինելու։ Հայը նույնիսկ վաղ ժամանակներում ստրկատիրություն չի ունեցել։ Ինքը ստրուկ չի պահել եւ ստրուկ չի լինելու։ Ուրեմն մենք պարտավոր ենք լինել։ Շնորհակալ եմ հրավիրի համար։ Եղավ, սիրելի բարեկամներ, այսօր այսպեսին էր մեր հեղինակային ծրագիրը իր հրաշալի հյուրով։ Ես կարծում եմ, որ առաջիկայում ձեզ նոր անակնկալներ է սպասում նույնպես։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։